Թբիլիսիի քաղաքապետ և վրացական երազանք ժողովրդավարական Վրաստանի գլխավոր քարտուղար Կախա Գալաձեն Ռուսթավի 2 հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Վրաստան-Հայաստան հանդիպումից հետո գրանցված միջադեպին։ Նրա գնահատմամբ վերոհիշյալ գործողությունը կտրականապես անընդունելի է, սակայն մի քանի անձանց գործողությունները չեն կարող վնասել Հայաստանի և Վրաստանի բարեկամական հարաբերությունները։ Իհարկե, դա հաճելի տեսարան չէր և մենք շատ մեկնաբանություններ լսեցինք դրա մասին, շատերը թեման տարան բոլորովին այլ ուղղությամբ, ինչը չպետք է թույլ տանք։ Ոչ մի պարագայում այս միջադեպը չպետք է քննարկենք մեր եղբայրությունը և բարեկամությունը վնասելու համատեքստում։ Փաստը միանշանակ դատապարտելի է, կտրականապես անընդունելի։ Հայերի կողմից շատ լավ ընդունելություն է եղել, և այստեղ նման գործողություններն ընդունելի չեն։ Մյուս կողմից դա կարող է վնասել բազմաթիվ երկրպագուներին, ովքեր միշտ անհամբեր սպասում են Վրաստանի հավաքականի խաղերին և նման գործողությունների պատճառով հանդիսատեսին ընդհանրապես կարող են արգելել դիտել խաղը մարզադաշտում։ Վրաստանում կայանալիք խաղերը կարող են անցնել առանց երկրպագուների, սակայն այս դեպքում հույս ունենք, որ նման որոշում չի ընդունվի։ Կրկին անդրադառնալով թեմային, մեր եղբայրությունը, մեր բարեկամությունը, որը մենք ունենք հայ ժողովրդի հետ, մեր անվտանգային հարաբերությունները, այնինչ կա, չի կարող փոխվել մի քանի անհատների ահռոհեմ գործողություններով։ Ձեր հեռուստաընկերությունից ես ևս մեկ անգամ հաստատում եմ մեր եղբայրությունը ու բարեկամությունը մեր հայ եղբայրների և քույրերի հետ, և մենք չպետք է ուշադրություն դարձնենք նման գործողությունների վրա։ Ինչպես է վարվում այն երկրպագուների հետ, ովքեր Հայաստանում խաղի ընթացքում շատ ընկերասեր էին և շատ լավ վարք էին դրսևորում մեր նկատմամբ։ Նրանք ոչ մի բառ չեն ասել կամ ձայն չեն հանել մեր խաղացողների կամ մեր երկրպագուների հասցեին։ Ինչ ես ուզում նրանցից։ Սա ճիշտ գործողություն չէր և մենք պետք է քննադատենք, որպեսզի հետագայում նման գործողությունները չկրկնվեն։